Դե գալիս են, չի չեն գալիս։ Ամեն մեկ իր ասած ասում գնում։ Մենք մի տենանք։ Ասում է Արշալույս գյուղի բնակիչ ազգությամբ եզդի Մստոյան Մուրադը։ Քարոզարշավի օրերին քաղաքական ուժերի խոսքում եզդիների մասին ինչ-որ բան հնչում է, նա կարճ պատասխանում է։ Ոչ մի։ Հարցին թե արդյոք տեղյակ է, որ կուսակցությունների ցուցակներում նաև եզդի տեխնացուներ կան, ասում է. Տեխնացուներ կան, ասենք գրել են, տենանք, կանցնեք, չեն ասին չասել։ Տիկին Գիզոն Ամբերտ գյուղից է։ Մինչ մենք հարց էինք տալիս, նա շտապում է շեշտել, որ հայերի եւ եզդիների համակեցությունը միշտ լավ է եղել։ Ասենք ազգությամբ եզդի են, մենք ոչ մի խնդրեմ չենք ունեցել հայերի մեջ, շատ լավ է։ Վատ բան չենք տեսել։ Հարցին, թե որքան կարևոր է, որ կուսակցությունների ցուցակներում եզդի տեխնացուները լինեն, պատասխանեց. Նույնն է մեզ համար, եզդիլը հայերն է։ Արդյոք տեղյակ է, որ ընտրությունների մասնակցող ուժերի ցուցակներում եզդի տեխնացուներ էլ կան։ Տիկին Գիզոն միայն հիշում է, որ առաջին համարում Ռուստամ անունով տեխնացու կա։ Վաղաշաբաթ համայնքում նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու ավագանու ընտրություններ։ Սա առաջին ընտրություններն է նոր ձևավորված համայնքում, որը միավորում է Վաղաշաբաթն ու Խոյի 17 բնակավայրերը։ Միավորման արդյունքում ձևավորվել է ավելի քան 70,000 ընտրող ունեցող խոշոր համայնք։ Արմավիրի մարզը Հայաստանի խիտ եզդիներով բնակեցված մարզերից է, շուրջ 15,000 բնակչով։ Նրանցից մոտ 750-ը ապրում են հենց Վաղաշապատում, իսկ ավելի քան 1600-ը Խոյի գյուղերում։ Համայնքային ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Հայրենիք կուսակցությունը, Հաղթանակ կուսակցությունների դաշինքը, Քաղաքացիական պայմանագիրը, Ազատ դեմոկրատները, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, Ժառանգությունը, Հանրապետությունը եւ Համահայկական ճակատ կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով նրանցից միայն 4-ն են ներկայացրել նախընտրական ծրագրեր՝ Քաղաքացիական պայմանագիր, Հաղթանակ դաշինք, Մայր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները։ Ներկայացված ծրագրերը հիմնականում վերաբերում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության եւ սոցիալական ոլորտների զարգացմանը, սակայն ոչ մեկում առանձին անդրադարձ չկա ազգային փոքրամասնությունների խնդիրներին, չնայած նրան, որ որոշ կուսակցությունների ցուցակներում ազգությամբ եզդի տեխնացուներ կան։ Խիրատ մեդիան նախկինում անդրադարձել է եզդիական համայնքի մասնակցության ու ներկայացվածության խնդրին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Խնդիրը հատկապես ակնառու է դառնում, երբ համեմատում ենք եզդիներով ոչ կոմպակտ բնակեցված գյուղերում ազգությամբ եզդի ավագանու անդամների եւ հանրային ծառայողների թիվը մինչեւ խոշորացումից հետո։ Վերջինիս արդյունքում նրանց թիվը նվազել էր։ Այս անգամ փորձել ենք պարզել Վաղաշապատի դիմ ընտրությունների մասնակցող ուժերը իրենց ծրագրում անդրադարձել են ազգային փոքրամասնությունների, հատկապես այնտեղ ապրող եզդիներին։ Բոլորի համար լինելու են բաց, թափանցիկ եւ հավասար պայմաններ ստեղծվել։ Այստեղ ես ազգային պատկանելությունը չի, որ առաջին պլան են բերում, այլ առաջին հերթին պետք է մարդու արժանինքները գնահատել։ Հանրապետություն կուսակցության առաջին համարը զբաղեցնող տեխնացու Հարություն Մկրտչյանը նշում է, որ իրենք որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որը նպատակ ունի չթիրախավորել ազգային փոքրամասնություններին, նրանց ներառել համայնքային աշխատանքներում եւ խրախուսել սեփական նախաձեռնություններով հանդես գալ։ Մկրտչյանի պատկերացմամբ եզդիական համայնքի հետ աշխատանքը պետք է կառուցվի ուղիղ շփման, խնդիրների հավաքագրման եւ համատեղ աշխատանքի վրա։ Նա նախատեսում է նրանց ներգրավել համայնքային աշխատանքներում եւ անհրաժեշտության դեպքում հատկացնել առանձին քվոտաներ հավասար պայմաններ ապահովելու նպատակով։ Հավասար է լինելու վերաբերմունքը բոլորի նկատմամբ, անկախ նրանից քաղաքացին ազգությամբ եզդի է, քուրդ է, ռուս է, ուկրաինացի է, ֆրանսիացի է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հետաքրքիր է, որ տեխնացուն ինքը նկատում է, որ քարոզարշավի ընթացքում հանդիպած եզդիներից շատերը քաղաքական գործընթացներին անհաղորդ են, ինչը ըստ նրա խորքային ուսումնասիրության կարիք ունի։ Մկրտչյանի խոսքով եզդիներն ունեն լիարժեք իրավունքներ, սակայն երբեմն կաշկանդված են իրենց կարծիքը բացահայտ արտահայտելու հարցում։ Մենք պատրաստական ենք մեր ազգությամբ եզդի եղբայրների եւ քույրերի հետ իրենց ուզող հարցերին, մասնավորապես ինձ թվում է ավելի շատ երևի լեզվին եւ մշակույթին վերաբերող հարցերին եւ ոչ միայն այս 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանումից հետո էլ նաեւ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներն են նաեւ այսպես ասած ոչ նյութական արժեքների պահպանության հետ կապված խնդրի բախվում, բացի ադապտացիոն եւ բնակարանային հարցերից, նաեւ ոչ պակաս կարևոր են այդ հարցերը։
Իշխող ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի կարծիքով հայ եւ եզդի համայնքների միջև արհեստական տարբերակումը սխալ է, քանի որ բոլորի առջև ծառացած համայնքային խնդիրները հիմնականում նույնն են։ Ըստ Մեխակյանի քարոզարշավի ընթացքում նա հանդիպել է եզդիներով բնակեցված տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, եւ նրանց բարձրաձայնած հարցերը հիմնականում վերաբերում են համայնքային խնդիրներին, փողոցների բարեկարգմանը, ենթակառուցվածքներին եւ սոցիալական պայմաններին։ Միևնույն ժամանակ Մեխակյանը նշում է, որ նախատեսում է հատուկ ուշադրություն դարձնել նաև մշակույթի, լեզվի եւ ինքնության պահպանման ուղղությանը, անկախ նրանից, թե համայնքի կողմից այս հարցերը բարձրաձայնվում են, թե ոչ։ Հաղթանակ դաշինքի Սևակ Խաչատրյանի խոսքով նախատեսվում է ստեղծել մշտական կապ ապահովող խորհուրդ, որտեղ եզդիական համայնքի ներկայացուցիչները նույնպես ներգրավված կլինեն։ Այս մարմինը կօգնի ապահովել տեղեկատվության հոսքը եւ կազմակերպել համայնքային խնդիրների արդյունավետ լուծումը։ Խաչատրյանի համոզմամբ եզդիների ներկայացուցիչներն իրենք պետք է առաջարկեն այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն առաջին 100 օրերին։ Թե որ ծրագիրը կանենք առաջին 100 օրվա ընթացքում, կարծում եմ հենց դա պետք է առաջարկեն մեր եզդի եղբայրները։ Իրենք որն առաջարկեն, մենք պատրաստ ենք հենց այդ ծրագրից սկսել։ Նա հիշեցնում է, որ քարոզարշավի բացման ժամանակ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Ջանգոյանը հանդես է եկել հատուկ ելույթով, ներկայացնելով եզդիների հետ իրականացվելիք աշխատանքների ուղղությունները։ Մենք փորձել ենք բոլոր կուսակցություններից կարծիք ստանալ ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի ընդգրկման վերաբերյալ, սակայն պատասխան ստացել ենք միայն համահայկական ճակատ կուսակցությունից, որը նշել է, որ իրենց ծրագրային դրույթներում կան ազգային փոքրամասնություններին, մասնավորապես եզդիական համայնքին վերաբերող ծրագրային կետեր, ինչպես նաև ընդգծել են, որ Ավագանու անդամների 3-րդ համարում ընդգրկված է եզդիական համայնքի ներկայացուցիչ Զիտա Խալիտովը Արշալույս գյուղից։ Անտոն Իվչենկոն դրական է համարում այն փաստը, որ այս ընտրություններին մասնակցող 8 կուսակցություններից 4-ի ցուցակներում կան եզդի թեկնածուներ, երբեմն նույնիսկ բարձր տեղերում։ Դա ըստ նրա ապահովում է համայնքային ներկայացվածություն Ավագանիում։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ կուսակցությունները հաճախ չեն անդրադառնում ազգային փոքրամասնությունների խնդիրներին իրենց ծրագրերում, նույնիսկ այն դեպքում, երբ համայնքում այդ խմբերը առկա են։ Ինձ թվում է նաև պարզապես ինչ որտեղ էթիկայի հարց է անդրադառնալ առանձին խմբերին, որոնց մասին դու ունես տեղեկություն ակներով։ Հիշատակել, որ ցույց տաս, որ դա քո ուշադրության կենտրոնում է նույնպես։ Իվչենկոյի կարծիքով, հատկապես մշակույթի եւ կրթության ոլորտներում է կարևորվում համայնքային մակարդակով գործողությունների իրականացումը։ Նա օրինակ է բերում եզդիների ուսուցման հարցը, ընդգծելով, որ եթե նույնիսկ պետական մակարդակով նման ծրագրեր բավարար չափով չեն իրականացվում, համայնքները կարող են աջակցել դպրոցներում ստեղծելով լեզվի խմբակներ կամ կազմակերպելով մշակութային միջոցառումներ։ Երբ որ որևէ մակարդակի պաշտոնյան ասում է դա իմ տիրույթում չէ, այլ մարմին պետք է դրանով զբաղվի, դա նշանակում է, որ նա չի ուզում վերցնի իր վրա ոչ մի պատասխանատվություն, որտեղ ցանկության դեպքում, երբ որ կան նպատակ, համայնքը կարող է նպաստել թե դպրոցներին կից խմբակներին լեզվի, թե նպաստել ինչ-որ մշակութային կամ տոնական առիթներով կազմակերպվող միջոցառումների կազմակերպման հետ կարող է, բայց երբ որ արտապատվիրակում է դա ավելի վերադաս կառույցներին, դա նշանակում է զուտ կամքի պակաս կամ ուղղակի չգիտակցություն դրա կարևորության։ Փորձագետը նաև ընդգծում է, որ ընտրական իրազեկման նյութերը պետք է հասանելի լինեն ազգային փոքրամասնությունների լեզուներով։ Նա հիշում է 2019 թվականի Արմավիրի մարզի փոքր թիմ ընտրությունների դեպքը, երբ համայնքի տարեց եզդիները չտիրապետելով գրավոր հայերենին ստիպված էին օգնություն ստանալ քվեարկության ընթացքում։ Իվչենկոյի խոսքով բավարար քվեաթերթիկների նմուշների եւ տեղեկատվական նյութերի տրամադրումը եզդիերենով կամ այլ լեզուներով կարող է հեշտությամբ ապահովել մարդկանց լիարժեք ու գաղտնի մասնակցությունը ընտրություններին։ Նրա դիտարկմամբ նման նյութերի պատրաստումը բարդ չէ եւ կարող է զգալիորեն բարձրացնել ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը ընտրական գործընթացներում։ Վրաստանը իր բազմաթիվ խնդիրներով հանդերձ եւ առավելություններով իհարկե, այս մի հարցում իրականացնում է բավականին հաջողված քաղաքականություն։ Հայերեն թարգմանված նյութեր, ուղեցույցեր հանձնաժողովների անդամների համար, տեղեկատվական պաստառներ թարգմանված, քվեաթերթիկներ, այնպես որ ազգությամբ հայը Ջավախքում կարող է գնալ տեղամաս եւ չիմանալով վրացերեն առանց որևէ օգնության քվեարկել։
Ամփոփելով Իվչենկոն ընդգծում է, որ եզդի եւ այլ ազգային փոքրամասնությունների ներառումը պետք է դառնա ոչ թե ձևական, այլ իրական մասնակցություն համայնքային կյանքին։ Այսպիսով ընտրությունների մասնակցող ուժերի ցուցակներում եզդի թեկնածուների առկայությունը կարող է դառնալ կարևոր նախադեպ, սակայն ինչպես փորձագետն է նշում, անհրաժեշտ է ոչ միայն ներկայացվածություն, այլև մասնակցություն մշակութային, կրթական եւ քաղաքական մակարդակներում։